Յուրաքանչյուր խոսակցությունից հետո ով ուզում է խոսա, ու հիմնականում մեր օպոզիցիոն ֆրակցիաները սարքել են իրենց դուքյանը արդեն իսկական կներեք բառամթերքիս համար։ Ընդհանրեն ասում եմ կոմենտ մի արեք։ Ամեն խոսքից հետո ամեն այս մարդիկ որոշել են իրանք պետք է մի հատ ելույթ ունենան ամեն խոսքից հետո։ Չէ, դե ես ինքս դուրս եկա, որպեսզի այդ նախագահողի ամեն խոսքից հետո չկա ԱԺ կանոնակարգ օրենքում չկա այդպիսի հասկացություն։ Հատուկ զսպեցի, ասեցի, հորդորեցինք ամեն խոսքից հետո կոմենտ ու պրիտոմ սադրիչ։ Ժողովուրդ ջան, դա դիք նորմալ չի, կներեք։ Հետո հետ վերադառնալու։ Կասենք, կմեկնաբանենք, բայց այս դրանով մեր անհամաձայնությունն ենք հայտնում այն որոշման հետ, որը որ կիրառվել է պարոն Դավիթ Ղազինյանի նկատմամբ, հիրավի պարոն Դավիթ Ղազինյանի մեկնաբանությունը տեղին էր, որովհետև ԱԺ փոխխոսնակը պետք է նիստը վարի եւ նա այդտեղ վարման կարգով կարող է խոսել, այլ ոչ թե կոնկրետ խմբակցության անունից մեկնաբանի ամեն ելույթ, ընդհատի եւ կոչ ենք անում վերադառնալ բնականon աշխատանքային ընթացքին ոչ միայն իրականում, ոչ միայն նկատել ենք, որ նաեւ մյուս փոխոսնակը եւս պարբերաբար նիստը վարելու փոխարեն մեկնաբանում է բովանդակությունը որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր այնինչ պետք է նա ըստ վարման կարգի հետ կապված որոշակի մեկնաբանություններ անի։ Շնորհակալություն։